Թեմայի մասին և ողջույն բոլորին, ովքեր միացած ենք ամետո գնային, խնդրում ենք, որ տարածեք այս ծառայությունը։ Վերնագիրը կարող է մի քիչ տարօրինակ հնչել, ճակերտավոր տարօրինակ, բայց հանված է Սուրբ Գրքից։ Ես 3-4 ձևի կասեմ վերնագրի նպատակը, մեկնաբանությունը, որպեսզի դու ճիշտ հասկանաս և նաև նրանք, ովքեր հետո կնային, որպեսզի իրանց համար վերնագիրը հասկանալի լինի։ Վերնագիրն այսպես է. ծառայություն որովայնին կամ որովայնի ծառայություն կամ որովայնը փորն է կամ փորի պաշտամունք։ Տարբեր ձևեր կարող ենք ասել, բայց ես այսպես եմ վերնագրում, անգել ջան, որ գցեք, սենց կգրեք։ Ծառայություն որովայնին, այսինքն մարդիկ ծառայում են իրենց որովայնին։ Սուրբ գրայինը։ Խնդրեմ, որ Էլեն ջան, առաջի խոսքը գցես այստեղ։ Միասին նայենք։ Հռոմեացիս 16 գլուխ 17-ից 19 խոսքերը։ Խնդրում եմ քեզ կենտրոնացնես, ուշադրությունը դլարես, հասկանում եմ գարունա, կարող է միտքդ տունն է, ուրիշ տեղ է, գործն է եւ այլն, բայց դու այսօր Աստծո տան մեջ ես։ Մեկը եկել ես այս 2 ժամը, մի ժամն էլ արդեն անցել է։ Ավելի լավ չի օգտված գնաս։ Ամեն։ Պողոս առաքյալը խնդրում է հռոմեացիներին, ասում է, խնդրում եմ եղբայրներ, ես եթե ասում եմ եղբայրներ, դա ի նկատի ունի ամբողջ եկեղեցուն։ Քույրերն էլ հետն են, երեխեքն էլ հետն են։ Որ զգուշանալ, ես բանով կարդամ, աշխարհավոր կարդամ, որ ավելի հասկանալի լինի։ Որ զգուշանակ նրանցից, ովքեր երկպառակտության և գայթակղության պատճառ են դառնում, շեղելով կամ շեղվելով այն վարդապետությունից, որ դուք սովորել եք։ Նրանցից հեռու մնացեք, հաջորդը Էլեն ջան, որովհետև այդպիսիները մեր Տիրոջ Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին, քաղցր խոսքերով ու կեղծ գովասանքներով, պարզամիտներին, մի թարգմանության մեջ միամիտներին, անմեղներին խաբելով, հաջորդը, ձեր հնազանդության համբավը ամեն տեղ հասած է և ես ձեզանով ուրախ եմ, բայց ուզում եմ, որ իմաստուն լինեք բարի գործեր կատարելով և անմեղադրելի լինեք չար գործերից հեռու մնալով։ Պարզեր տեքստ է։ Մի հատ ասեմ նորից արագի մեջ ինչ է գրած։ Պողոս առաքյալը հռոմեացիներին ասում է, խնդրում եմ ձեզ, խնդրում եմ ասում եմ, հեռու մնացեք այն մարդկանցից, մի թարգմանության մեջ ասում է մտիկ տվեք նրանց կամ նայեք նրանց, բացատրության մեջ եմ ասում, ուշադրությամբ զննեք քարոզողներին, վարդապետողներին, Աստծո խոսքը խոսացողներին, ուշադիր եղեք իրանց խոսքի էության հոգու նկատմամբ, քննեք, հետախույզ հայացք ու միտք ունեցեք քարոզողների ու վարդապետողների նկատմամբ, լավ եմ ասում, բացատրում եմ ինչ ասում, որպեսզի ճանաչեք, ովքեր են առաջացնում գայթակղություններ և հերձվածություններ, որպեսզի դրանցից հեռու մնաք։ Ուրիշ տեղ չեք գտնի այդպես խոսք ավետարանում, որ ասի, որ առաջ հայացքից մարդը կարդում է, իրան թվում է սխալ բան է կարդում, որ ավետարան ասի մտիկ տուր, նայի, ուշադիր նայի, զննի, թե ինչ են քարոզում, սխալ քարոզողները։ Ինք ասում եմ միջև չնայես, չզննես, չքննես, միջև հետախույզ հայացքով չնայես, չդնես ուսումնասիրես, չես կարող հասկանալ
Այս քարոզիչը, վարդապետողը, հովիվը քեզ գայթակղեցնում է, խաբում է, հերձվածություն է առաջացնում, թե չէ։ Եթե չես դու դնում ուսումնասիրում ու համեմատում այս գրքի հետ, որը կոչվում է Աստվածաշունչ, դու խաբվելու ես։ Լավ եմ ասում։ Ինչ է նշանակում հերձվածող։ Չիմանաք առավոտ արթնացել եմ դարակիս մոտ դրածայել է։ Քանի հատ հայերը բառարան եմ նայել այդ բառի համար։ Թեև իմաստը հասկանում ենք ինչա տարիներ առաջ։ Ուրեմն հերձվածներ կամ հերձվածող բառի հոմանիշներից ես կասեմ հոմանիշներ, հետո կբացատրեմ ինչա։ Ուրեմն հայտնաբերել եմ բառարանում հերձալեզու։ Բացատրությունը նշանակում է երկու ճուղանի լեզու ունենալ։ Երկլեզու։ Իրան ոնց երբ պետք է տենց է խոսում։ Դրա մեջ է մտնում կեղծը, խաբեությունը, սուտը։ Իդեպ ինձ ու քեզ քաջալերելու համար մի հատ բան ասեմ։ Մեր իմ քարոզած անցած Արմեն եղբոր մասին չեմ խոսում, այն մյուս երկուսի նախորդ։ Քարոզած երկու պատգամները, սուտն ու խաբեությունը, մեկ էլ նախանձն ու վրեժը, այդ կիրակիները միաժամանակ շատ մեծ եկեղեցիներում, տարբեր տեղերում, արտասահմանում քարոզիչները իրանց եկեղեցիներում նույն պատգամը քարոզել են։ Դա ինձ քաջալերում է, ես քեզ եմ ուզում քաջալերել, որ Քրիստոսի մարմինը եկեղեցին դրա կարիքն ունի։ Որ Սուրբ Հոգին միաժամանակ մի քանի տեղ նույն պատգամն է տվել որ տան, ուրեմն Քրիստոսի մարմինը եկեղեցին դրա կարիքն ունի։ Ամեն։ Հիմա հերձալեզու, այսինքն ինքը երկու լեզու ունի, եւ մյուս իմաստը հերձալեզվի է սա, որ կարողանում է լեզվի մյուս ճյուղով խաբել, փակել ճշմարտությունը այս մարդու համար, որպեսզի ինքը ճշմարտությունը չտենա, չիմանա, չճանաչի։ Հասկանալի եմ ասում։ Նա ասա ամեն։ Ամեն։ Հիմա հաջորդ բառը հերձվածի սա էր, որ գտա։ Դուք գիտեք, չէ՞, որ հայերեն վիրահատական դանակին ասում են նշտար։ Բայց հետաքրքիր մի հատ ուրիշ բառով են ասում, բանին, վիրահատական դանակին, նաև ասում են հերձակ։ Ինչ չոխ է, չէ՞ մեր լեզու, բարդ տիրոջը։ Հերձակ։ Այսինքն դանակ, որը հերձում է։ Հերձակ։ Հիմա ինքը վիրադանակ, այդպես է բառարանի մեջ եւ մյուս բառը հերձակի իր հոմանիշներից մեկը նաեւ շերեփն է։ Ինչ է նշանակում շերեփը։ Եթե հերձակը վիրադանակը նշտարը հասկանալի է, շերեփը մի տեսակ անհասկանալի է։ Շերեփն է սա, որ այսինքն ամանի մեջ կա լավ բան, դու շերեփով լավ բաները մեջից հանեն, լավ խաշնամի կտորները, մսերը հանում ես մեջից և մարդկանց խաբուսիկ մատուցում ես սթից մի բան, մնացած են տակինը, պշրանքը, որը լավ չի, վատ է, ծուռ է, սուտ է, կեղծիք է։ Հասկացաք շերեպի գործը ինչ է։ Մի հատ ասեք հայերի շերեպը, որ սենց հերձում է, ինքը ճշմարտությունը, լավ բաները մեջից հանում է և մատուցում է սուտն ու կեղծիքը, այսինքն ինքը հերձվածող մարդը դիտավորյալ է անում, ոչ թե չգիտի։ Ինքը դիտավորյալ է անում, կամ մարդիկ, ովքեր իրանց հասկացողությունը այդքան է, չհասկանալով խաբում են, չիմանալով ճշմարտությունը, բայց հերձվածողի համար ինքը գիտի ինչ անում։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է, որպեսզի մենք կարողանանք զգուշանալ ու այդ մարդկանցից հեռու մնալ, դուք պետք է մտիկ տակ, այսինքն ուշադիր։ Հիմա ես քարոզում եմ ինձ եմ կպնում, գիտեք, չէ՞։ Հիմա ես քո մեջ արթնացնում եմ, որ դու շատ ուշադիր լսես մտիկ տաս, տենաս քեզ խաբում թե չէ։ Ասում եմ մինչև մտիկ չտար, չուսումնասիրեք,
չեք ճանաչելու խափողին եւ գայթակղեցնողին։ Ամեն։ Հերձված բառի մյուս հոմանիշը հերձատել։ Հերձատել նշանակում է պատառոտել, բզկտել, կտրատել եւ հանել միջից ճշմարտությունը։ Սա է ասում Պողոս առաքյալը։ Ասում նայեք այն մարդկանց ճանաչեք, ովքեր որ Աստծո խոսքի միջից ճշմարտությունը կտրում հանում են եւ ձեզ մատուցում են սուտն ու խաբերությունը։ Ասում ճանաչեք իրանց։ Լսում ես ինձ։ Ոչ ճանաչեմ։ Մտիկ եմ տալիս, հետևում եմ։ Հարց տվեք ինձ, իզուր հարց չեք տալիս։ Ես քո տեղն եմ հարց տալիս։ Ես գիտեմ ոնց է, ես քո տեղն եմ հարց տալիս, որ պատասխանեմ քեզ։ Ոչ ճանաչեմ Արսեն եղբայր, մտիկ եմ տալիս, լսում եմ, ընենց լավ բաներ ա խոսում։ Ոնց իմանամ, ընենց լավ հետաքրքիր, ընենց լավ պատմություններ ա պատմում։ Ընենց լավ բաներ ա խոսում։ Լավ գործերն էլ կարում ա զսպի իրան։ Լավ բան անի։ Մի հատ բան կա։ Եկեղեցին նրա համար է, ծառայողներն ու հովիվները նրա համար է, որ դու մոտենաս հարցնես։ Ասես սենց քարոզ եմ լսել Արսենից։ Ինքը վաբշե ոնց մարդ ա, ճիշտ ա քարոզում, թե խափում ա։ Ճշմարտությունն է ասում, թե ճշմարտությունը չասում, որտեղ լիքը մարդիկ կան, որ ասում են, մենք չենք հասկանում ինքը որտեղ է խափում։ Մենք չենք հասկանում, եթե դու ավետարանի հետ կապ չունես, դու չես կարդում, դու չգիտես, դու չես սովորել, դու շփում չունես, ոնց կարաս հասկանաս քեզ խափում, թե չեն խափում։ Քո կողքի նստողը դրա համար է։ Գիտես խի ասեմ կողքիդ նստողը, որ չասեի ես։ Այդքան նուրբ եմ խոսում։ Եկեղեցու ծառայողները, հովիվները, ուսուցիչները նրա համար են, որ դու հարցնես, ասես այս մարդը սենց ասում, ոչ թե ով ինչքան լավ բան լսի իր ականջին հաճելի, այդ մարդուն բարձրացնում դարձն։ Հիմա, այսօրվա տերմինով որ խոսենք, այսօրվա նման խոսենք, կլինեն մարդիկ ովքեր կասեն, ախպեր, խի այդ մարդուն ասիր, անունը տվիր, խի ասեցիր, որ ինքը սխալ բաներ ա սովորացնում, մի քիչ կոռեկտ լինենք, այսի քանդել ա շատերի տունը, հասկացար ինչ եմ ասում, չասեմ վատավար չլնեմ, եղբայրս ա, քույրս ա, կամ անունը չտամ, կամ ես գործ չունեմ, այսի ա քանդել, այսի ա քանդում շատ մարդկանց, որ այսօր այդքան հերձալեզուներ կան, որ այսօր այդքան հերձատողներ ու այն մյուս բառը ինչ էր, հերձակներ կան, այդ է պատճառը, Պողոս առաքյալը համարձակ ասում է, նայեցեք, տեսեք, ձեր մեջ խափողներ կան, նայեցեք ու ճանաչեք այդ խափողներին, ովքեր որ գայթակղություններ են առաջացնում։ Ինչ է նշանակում գայթակղություն։ Այստեղ գայթակղություն բառը գրված չի, ուրիշ բառ ուղղակի չեմ գտնում, կներեք, հայերեն սաղս հասկանում եք, սա այն իմաստով չի գրվել, որ անենց ես անում ինքը հուշ տալնում, գայթակղվում էթում է, հավատքից, այդ իմաստով չի, սա հրապուրելու իմաստով է գրած, ճշմարտությունը մեջից հանում է և սկսում են քեզ հրապուրել, գայթակղելով հրապուրել քեզ, որպեսի դու իրան սկսես լսել, որպեսի դու իրան սկսես մտիկանել ու դառնաս իրա քարոզի հետևորդը, պատպիսչիկը, նայողը, լայքողը, այսօրվա տերմիններով, կամ իրանց եկեղեցուց լինես, օրինակ եմ ասում, կամ նստես տուն ասես հենա օրը 10 հավրատ քարոզի շկա, օրը 10 քարոզ եմ լսում, այդքան եկեղեցին չանեմ, խափում են, մի հատ հետ կտաս են ընջան, մի հատ հետ,
շեղելով այն վարդապետությունից, որ դուք սովորել եք, հեռու փախեք նրանցից։ Հեռու փախեկի վրա եմ խոսում։ Ադե ոնց կլինի է աղբերեսա։ Ադե ոնց կլինի է քուրեսա։ Ադե ոնց կլինի է մեր եկեղեցու անդամը։ Գիտես քանի տարի է իրար ճանաչում են։ Գիտես իրար հետ եք ապաշխարել։ Գիտես իրար հետ եք մկրտվել։ Գիտես, այնքան պատճառ կարանք բերենք, ես ստեղ մի բանի եմ հանգում։ Հասկացաք, չէ՞ ինչ եմ ասում միտքս։ Ամեն պատճառ բերում եք, որ իրանից հեռու չփախնենք, բայց առաքյալն ասում է փախի հեռու իրանից։ Մի հատ բան կա ստեղ, որ չի թողում ես իրանից փախնեմ։ Անկեղծ եմ ասում, մի հատ բան։ Անտարբերությունն ու անհոգությունը Աստծո խոսքի, Աստծո գործի եւ խաբվողների նկատմամբ։ Որ քեզ չի տակցրում, Արսենը կխաբվի, թե չի խաբվի։ Այնքան բաների եմ հանդեպ, ասում եմ ինչ գործն է, իմ հետ լավ է, ինչ ուզում է թող անի։ Ընձի բան չի արի։ Պողոսն ասում է փախի։ Հիմա այլի ձեր մեջ գիտեն, հիմա Facebook-յան, YouTube-յան մի քանի քարոզիչ նավդի ֆռում են ձեր ուղեղի մեջ, տենաս ոնց։ Եվ կասկածում ես արի հարցրա։ Արի համարցակ հարցրա։ Անկեղծ եմ ասում, ես քեզ համարցակ, անկեղծ, առանց վերապահումների կպատասխանեմ, կասեմ, այս մեկին լսիր կամ մի լսիր։ Անկեղծորեն կասեմ, արի հարցրու։ Բայց չհարցնես նրա համար, որ հետո վիճես։ Հարցրու ուղղակի, որ իմանաս ու անես։ Ամեն առաքյալն ասում է փախեք։ Ոնց են հրապուրում են հələ փոխի։ Ասում է, նայ, խաբելու, հրապուրելու, հերձատելու երկու ձև է տալիս Պողոս առաքյալը, ուշադրի լսիր։ Սա ուսումնասիրել եմ։ Քաղցր խոսքերով և կեղծ գովասանքով։ Հեչ հանդիպել եք մարդու, որ ձեզ անդադ գովում է։ Խաբում է։ Խաբում են, որ դու իրա հետևորդ լինես, որ դու իրան լսես։ Ակրկնում եմ, ահա խաբելու երկու ձև, քաղցր խոսք, բառարանից ինչքան բառ կա, հանում են դրական քաղցր ջերմ խոսքեր, գիտես, իրանց երեխեքին չեն կարող այդպես բան ասեն տունը, որտեվ ցուցադրության կարիք չկա այդտեղ, իրանք այդպես են։ Ու եկեղեցու մեկին, որ մի անգամ այդպես երկու անգամ Անենց խոսքեր կասեն, դրական, մեկ որ ասում եմ լսի, ասել եմ հիմա այն ինչ որ ասում եմ, ասում եմ ձեր ներս այդքան թույլ է, դուք այդքան կայանալու կարիք ունեք, հասկացար ինչ եմ ասում, ասեմ դուք այդքան կայանալու կարիք ունեք, որ մեկը ձեզի ասի, որ ես ինչ լավն է, լտես ընձի ասում է, ջիգյարը տուտ եմ, Ես չեմ ասում, մարդը սրտանց չի կարա էդի ասի, ճիշտ հասկանանք իրար, բայց խոսքը գնում են նրա մասին, որ մեն քաղցր խոսքով ու քեզի գովալով, գիտես չէ, մարդու մեջ անենց հատկություն կա, մարդ արարած անենց է, կարաս մարդուն գովալով հանես սարից էդ այնք իրան կցի, լուրջ եմ ասում, մարդուն գովալով տանես ինքնասպանության, քո ասած այսքան այնքան մանիպուլացնես, որ ինքը քո ասածն անի։ Պողոսն ասում է, սա դիվային է, սա մոլորեցնող է, սա հերձվածող է, սա գայթակղեցնող է, սա անաստվածային է, փախեք, հեռու մնացեք իրանցից։ Հիմա չեմ ասում ենք իրարու չգովանք։ Բայց այդ մարդը, որ կեղծ ասում է դի, դու էլ ես այդ այնը, որ սրտից ասում։ Ես մի անգամ Մոսկվայում հանդիպա մի հատ մարդու,
Իրա հովիվից հարցրեցի, ասեց, ես մարդը խի ասենց անում։ Ես իմ աշկը սուր է, շուտ եմ տենում։ Ասեմ, ես մարդը խի ասենց անում։ Բացահայտ տենում է, որ իրան շահագործում են, բայց ձեն չի հանում, էլի, մոտիկ է շատ հետը։ Իրանց հովիվն ասեց Արսեն ջան, իրան դուր է գալիս, որ իրան շողոքորթում են։ Հասկանում եք ինչ երևույթ է էդի։ Դու 100% գիտես քեզ խափում են, օգտագործում են, բայց քանի որ լավ խոսքեր են ասում, գովում են։ Դու այնքան դրա կարիքն ունես, որ կարում ես այդ մարդուն օրինակ 500,000 ռուբլի սպասարկես իրա ինչ-որ գործի համար։ Որտև ինքը քեզի գովում է։ Հասկանում եք ինձ ինչ եմ ասում։ Սրանք սաղ դիվային են, ժողովուրդ։ Սաղ անաստվածային են։ Իսկական սերը միանգամից երևում է, որ ասում է քաղցր ես, ջիգյար ես, անուշ ես, ուտեմ քեզ, ջիգյարը ուտեմ, համով ես, հոտով ես, օգնեք էլ ինչ բառեր կա, պրծավ, բնամթերքը պրծավ, սիրուն ես, քնքուշ ես և այլն, չէ, ես ինչ որ եսքան ասում են, չէ, դու էլ ես հասկանում, որ դա օրիգինալը չի կեղծա, որտև դու հաջորդ անգամ մի օր հետո դու այդ մարդու գործողության մեջ տենում ես, որ էդի սութ է։ Պրոստո այդ պայնը տենց է պետք։ Պողոսն ասում է ինչ արեք, փախեք։ Ես երկու բան եմ աղաչում ձեզ, աղաչում։ Որ լսում եք, հարցրեք, էսի մեկ։ Երկրորդն էլ, երբ որ բացահայտվում է ձեր համար կեղծն ու սուտը, ճանաչում եք խաբողին, փախեք իրանից։ Պետք չի Աստծուց ավելի մարդասեր ու բարի լինել, չես կարա։ Ասելով, որ չէ, դե մեղք կա, դե, այդ Սուրբ Հոգին չի հասկացել, որ ասել է փախի իրանից։ Այդ Սուրբ Հոգին չի հասկացել, որ ասել է բարևեր չտաս իրան։ Սուրբ Հոգին չի հասկացել, որ ասել է տունը դեռ չթողես գա։ Հեռու փախիր, հեռու գնա, հեռու գնա, հեռու գնա։ Չի հասկացել էդի, որ ասել է։ Ամեն։ Ասմա այդպիսի մարդիկ, ովքեր հերձող են և այլն, որ ես 25 րոպեա խոսում եմ, ասմա փաստորեն դրանց ծառայությունն ու պաշտամունքը Աստծո հետ կապ չունի։ Ասմա իրանք ծառայում են ոչ թե Քրիստոսին, իրանք ծառայում են իրենց որովայնին, փորին։ Հայերեն մի հատ էլ բառ կա փորի վերաբերվող, որկոր։ Դա նույնպես փորի մասին է խոսքը։ Փոր, որովայն, որկոր, ուրիշ բառ էլ չգիտեմ, որ փորի վերաբերվի։ Դա դրա որկոր բառից է որկրամոլությունը։ Շատակերությունը, որ ուտում ես, մոլի ես։ Մարմինը տրաքում է, բայց աշկը չի կշտացել։ Դրա մասին է։ Այդ մարդիկ, ովքեր ապրում են ուտելու համար, ոչ թե ուտում են ապրելու համար, դրանց մասին է խոսքը։ Հիմա, ասում է, որ նրանց պաշտամունքը փորի համար է, փորի պաշտամունք է։ Ասում է, իրանց որովայնին են ծառայում, խնդրում եմ, մի հատ արի 10 վայրկյան կանգ առնենք, ստեղ չեմ խոսում, մի հատ մտածի։ Մի հատ մտածի քո պաշտամունքի մասին։ Եթե հիմա քեզ հարցնեն, ինձ էլ հետը դու ում ես ծառայում կամ պաշտում, միանշանակ կասեմ Քրիստոսին։ Եթե հակառակ ես, կարող է կռվեմ էլ հետդ, մարդն էսպիսին է, չէ՞։ Բայց իրականում իմ պաշտամունքը ով է, թե ինչ է իմ պաշտամունքը։ Ես Քրիստոսին եմ ծառայում, թե ծառայում եմ որովայնին։ Պողոսը բացահայտ գրում է, ասում է, նրանք ծառայում են իրենց փորին, իրենց որովայնին են ծառայում։ Գիտեք որովայն ինչ է։ Սրա մեջ մենակ ուտելիքը չի։ Ես որ նայում էի բացատրություններից իրա, ասում է դրա մեջ է մտնում մարմնավոր բոլոր տեսակի ցանկությունները մինչև անգամ սեռական կրքերը։ Մարդիկ ինչին են ծառայում։ Դու ինչ-որ բան անում ես, որպեսզի հագուրդ տաս մարմնական որևէ տեսակի ցանկության, որը քո համար ավելի կարևոր է, որը, նայեք,
Տեսեք ինչ եմ գրել իմ մոտ։ Ահա մի հատ Աստված ճակերտավոր, որ ունի ոչ ձև, ոչ կերպար, ոչ պատկեր, ոչ արտաքին, ոչ նյութական է, բայց շատերի համար Աստված է ու պաշտվում է ու մարդկանց պահում է ծառա։ Դրա անունն է փոր իր բոլոր տեսակի մարդկային ցանկություններով։ Սխալ եմ ասում, Պողոսն ասում։ Ով է տենում էդի։ Ցանկությունները մարդու ներսի ով է տենում, ոչ մեկ։ Բայց շատերի համար ինքը պաշտամունքի է հասել։ Մարդիկ պաշտում են դրա։ Մարդիկ ծառայում են, ամեն ինչ անում են, որպեսզի իրանց ցանկությունները լրանա դրանով, ոչ թե հոգևոր ցանկությունները, ոչ թե աստվածային ցանկությունները, այլ մարմնավոր ցանկությունները, կրքերի ու մյուս բաների հետ միասին, դա է ասում Պողոս առաքյալը։ Ուզում եմ քեզ հարցնել, ում ես ծառայում, ով է քո պաշտամունքը, հիմա կարող դրա համար սկզբից ասի տարօրինակ է լինելու այսօր։ Կարող ասես, ես ինչ ես ասում Արսեն եղբայր, այսքան տարվա հավատացյալը մեծ ինչ հարց է, ում եմ ծառայում։ Այո, սրանք էլ էին երկար տարիների հավատացյալ։ Երկար, գիտեք, Հռոմեացիս թուղթը գրել է Պողոս առաքյալը, գրել է այն ժամանակ, երբ որ ինքը Հռոմում դեռ չէր եղել։ Նա կապ չունի Հռոմի եկեղեցու ստեղծման հետ։ Հռոմի եկեղեցիկը նա գրել է սա հեռվից առաքյալի իրավունքով։ Եվ այնքան ընդունված էր, որ մարդիկ ասկեն հեռվից գիտեր, որ այդ եկեղեցում այդպես մարդիկ կան, այսօր էլ լիքն են այդպես մարդիկ բոլոր եկեղեցիներում, աշխարհի բոլոր տեղերում, որ խափում են, գայթակղեցնում են, հերձում են, քաղցր խոսքերով գրավում են, գովալով քեզի, քեզ տանում են անդունդը։ Կրկնում եմ, քեզ գովալով, քեզ անդունդ են տանում, որտեղ իր նպատակն է նա, գիտես ինչը, խիա փորին ծառայում։ Քեզ գովում է, որ դու իր ուզածն անես, հասկանում ես ինչ եմ ասում։ Քեզ գովում է, որ դու իրան հաց տաս, փող տաս, ըլնես իր հետևորդը, գնաս իրանց եկեղեցի։ Քեզ գովում է, որ դու իր ցանկությունները կատարես։ Դրա համար է քեզ գովում, դրա համար ասում է, իրանց նպատակը քեզ գովալով, քո փոխվելը չի, իրանց նպատակը, որ քեզ ծառայեցնեն, իրանք ծառայեն իրանց ցանկություններին, ոչ թե Քրիստոսին։ Վատ եմ ասում։ Եվ Աստված ուզում է, որ ես ու դու հասկանանք սա, հեռու մնանք սրանից, ու մեր ներսում փոխվի լուրջ բաներ։ Ես հասկանում եմ, որ բոլոր մարդիկ իրանց մասին գոնե մի փոքր դրական գովասանք լսելու կարիք ունեն, որի մեջ է մտնում աստվածաշնչյան քաջալերել բառը։ Մենք դա անում ենք, բայց դու հասկանում ես ես ինչ եմ ասում։ Ես ուրիշ բանի մասին եմ խոսում։ Ամեն, կրկնում եմ դա։ Ահա մի հատ Աստված, ճակերտավոր, որը ոչ ձև ունի, ոչ պատկեր ունի, ոչ կերպար ունի, ոչ շոշափելի է, ոչ մի բան է չի երևում, բայց շատերի համար Աստված է, դաժե փոքրատառ եմ գրել դա, բայց շատերի համար Աստված է, Աստված բառն եմ ստեղ փոքրատառ գրել, եւ պաշտվում է շատերի կողմից։ Տատիս մի հատ խոսք ուներ, վանեցիք մի քիչ ուրիշ ձև էին ասում, բայց ես գերական կասեմ։ Հացի մասին որ խոսում էր, ուտելու մասին, ասում էր, հացը հնես բանը, ու մարդկանց օրինակ էր բերում, իրա ճանաչած մարդկանցից, ասում էր, դանը գիտեք, չէ ինչա, մի անգամ, մի դան, մի անգամ, ասում էր, մի դան չլնի, իրանց ազգությունը կփոխեն։ Ինքը ուրիշ բառով էր ասում, ես չեմ ասում այդ բառը։ Իմաստım, ասում են մի հատ չլնի, իրանց ազգությունը կփոխեն, մի անգամ չլնի, իրանց հացը կամ իրանց ուզածը։ Սրանք, գիտես, երբ որ քո ուզածը չի լինում, ու դու խռովում ես, երբ որ քո սրտով չի լիքը բաներ ու դու նեղվում ես, դու ու ես կարիք ունենք մտածելու, ով է իմ Աստվածը։ Օրգա քույր, հրաշալի բան ասիր, համաձայն եմ քո հետ,
Ես էլ եմ հավատում են Աստծուն։ Լսում եք Օլգան ինչ էր ասում։ Կամ որևէ վարող։ Ես այնքան ուշադիր եմ լսում փառաբանության վարողների խոսքերը, որ իրանք երգերի են ընդմիջման ժամանակ ասում են։ Շատ ժամանակ դա լինում է մարգարեական, որտեղ իրանք ստեղ հոգու մեջ կայնած են։ Չգիտեմ դու ոնց ես հավատում, կներես ես հավատացյալ եմ։ Ես էլ եմ հավատում են Աստծուն, որ կարմիր ծովը ճեղքել է։ Ես չեմ հավատում լեգենդ Հիսուսին, որ պատմենք, ասենք, գիտեք, միացես լավ մարդ այլ է, անես լավ բանի բան է, ես հավատում եմ են Հիսուսին, որը բորոտներին սրբում էր։ Ես հավատում եմ են Հիսուսին, որը մեռելներին հարություն էր տալիս։ Ես հավատում եմ են Հիսուսին, որ քայլում էր ու դևերը աղաղակելով փախնում էին մարդկանց միջից։ Ես այն Հիսուսին եմ հավատում, որ Գազարոսին ասեց հելարի։ Ես լեգենդ Հիսուսի չեմ հավատում։ Ես հավատում եմ այն Հիսուսին, որ մինչև հիմա գործում է ու գործելու է նույն ձևով։ Ոնց որ գործել առաջին դարում, ես այդ Հիսուսին եմ հավատում, ուզում եմ դու էլ իմ հետ հավատաս։ Ոչինչ որ ասեմ, անցած ուրբաթ տեսի, երեքշաբթի օրը հավաքների հետ խոսում էինք։ Մի հատ ճակերտավոր տարօրինակ թեմայի մասին, ճակերտավոր տարօրինակ, մեռելների հարության մասին։ Ասում եմ առաջի դարում մեռելների հարություն առնել այնքան սովորական է, մշակույթի նման բան էր դառել։ Որ մարդը մեռնում էր, ասում են չթաղեք, Պետրոսը այգևանը, մի հատ կանչեք թողը աղոթի։ Հասկանում ես ինձ ինչ եմ ասում։ Շիրազլու այո Աշոտ եղբայր, Արտաշատ, Արարատ, Ավշակ, Երևան, տարբեր տեղեր, Չիման, որ մարդ էր մահանում, չէին թաղում ժողովուրդ, սպասում է, ասում է ստեղ, կանչեք թողը աղոթի։ Սխալ եմ ասում, խիչ ենք մտածում մեծ բաների մասին, նույն Աստվածն է, չի փոխվել։ Ես Աստծո հետ առևտուր չեմ անում, ինքը իմ պաշտամունքն է։ Ես Աստծուն չեմ հավատում, որ ինքը ինձ հաց տա։ Ինքը իմ, չգիտեմ, ամեն ինչն է։ Ես իրան չեմ պաշտում նրա համար, որ մի հատ մի տեղից մի բան ինձ օգնեն, կամ մեկը մի բան տա ինձ տոպրակով ասի, էսի տարեքտուն այսօր ես ձեթն ու վերմիշելը յորա գնացեք։ Փառք Տիրոջը տվողների համար, չտվողների համար, հարցը դա չի, բայց նա իմ պաշտամունքն է, ես ծառայում եմ իրան։ Մենք սենց պիտի ասենք, հասկանում եք, ես ինչ չգովացի, ես ասում եմ մենք սենց պիտի լինենք։ Ես բոլորիս եմ ասում, որ նա պիտի լինի իմ ու քո պաշտամունքը և ես իրավունք չունեմ որևէ բանի ծառայության լծի տակ լինելու։ Կպատկերացնեիր մարդը փորի ծառայության լուծի տակ ապրում։ Ես է իր Աստվածը։ Հիմա չասեք դե մեծ է կարող է ինչ-որ բան կա։ Չէ, հասկանում ես, չէ ինձ, խնդրում եմ վերանայիր կյանքդ, նայիր պաշտամունքդ, նայիր ծառայությունը, կյանքիդ բոլոր բաների մոտիվացիաները, շարժառիթները քննիր, ում ես ծառայում, ով է քո Աստվածը, ով է քո պաշտամունքը, եկեք հայտարարենք ասենք, իմ Աստվածը, Հիսուս Քրիստոսն է, որ դևերին փախցնում էր, որ Ղազարոսին գերեզմանից կանչեց, որ մեռելներին հարություն էր տալիս, որ անդամահատվածներին ոտու ձեռ էր աճեցնում։ Դա է իմ Աստվածը, ես դրան եմ ծառայում, դու էլ պիտի իրար եմ դրան ծառայեք սիրելիներ, Քրիստոսի եկեղեցի կոչված է, կարմիր ծովը ճեղքովին ծառայելու, դրա համար է։ Միակ տնեսուտա հասավ, այսօր երկրպագության ժամանակ մեջս ֆռում էր այդ խոսքը։ Գիտեք, անկեղծ ասում եմ հիմա քեզ, մեկ-մեկ այնպես զգացողություն է լինում մոտս։ Բա որ տանը մեծ տեղ, հոգևոր մեծ, բարձր, ինչի համար աղոթում եք։ Ուշադիր լսի դու, ես հուսով եմ դու ինչ ճիշտ կհասկանաս, տողատակ չես տենա։ Բա որ
ողքերը տենաս ոչ մեկ չի եկել։ Ինչ կանես։ Մեջս գիտես ինչ բարձացավ։ Հեսուն, որ 3 միլիոնի առաջ կայնավ ասեց, գակ չգակ, ես երևիմ տունը ասուն եք պաշտում։ Ես չեմ ասում դու չես գա, ինչ ճիշտ հասկացիր։ Մենք միասին եք գնալու։ Բայց եթե անգամ ինչ էլ որ լինի, այսօր իմ հետ ասա, ես եւ իմ տունը Աստծուն եք պաշտելու։ Մեր ընտրությունը Աստված է։ Ես ընտրել եմ Տիրոջը, դու ընտրել ես Տիրոջը, ոչ մի որովայնի պաշտամունք, խնդրում եմ քեզ։ Ամեն։ Այսօր կվերանայես միակ։ Քո գործերն ավելի կարևոր չեն, քան Աստծուն պաշտելը։ Գիտեք, ինձ մեկ-մեկ ասում են, ասեն եղբայր, ամենտեղ կաս, Երևանից է։ Ամենտեղ կաս, ինչ ծառայության հրավիր են ներկայում։ Հովական լինի ներկայում, անես լինի ներկայում, անես լինի ներկայում, անես ինչին կանչում են էթում։ Ասեն ամենտեղ ներկայում մարդկանց մոտ գիտես է, այո ճիշտ եմ անում, բայց ուրիշ բան եմ ասում, արդեն գիտես մարդկանց մոտ մեկ-մեկ հանդիպում ես դեմք ու կարծիք ու հայացքի, ատե բան չունի անելու, էլի։ Բան չունի անելու, ինչ անում որ, քարոզում է էլի։ Ով որ ընտենց է մտածում, կարամ հենց հիմա Բարսախոսը տամիրան իշնա, բայց անպայման պետք է քարոզի։ Ես մի անգամ ասեցի այս տարվա սկզբից, եթե մարդկանց թվում է նրանք ովքեր full-time, ամբողջական ծառայության մեջ է, միշտ ամեն ծառայությունների կան, դա պարապությունից է, ես դիտավորյալ եմ ասել հունվար ամսին հետի, մտածված, որ տարեկան 310-ից 320 անգամ ես ծառայության եմ լինում, տարիներ 365 օր եմ ով է պարապը։ Գիտես ուղղակի հարցը ինչու՞մ է։ Դու որ օրվա մեջ մի հատ բան ունես անելու, դու ֆիքսվում ես դրա վրա ու քո ամբողջ օրը կորցնում ես։ Օրինակ ժամը 4-ին հաստ դիտխենք, քո ամբողջ օրը գնաց։ Ժամը 6-ին պետք է զակատ անեմ, ամբողջ օրդ գնաց։ Կամ չգիտեմ ուր պետք է եթամ մի հատ ամբողջ օրդ գնաց։ Բայց ես գիտեմ որ ժամի որտեղն եմ ինչ անեմ։ Դրա համար եմ հասցնում, ոչ թե պարապ եմ սիրելիներ։ Եվ ամենագլխավոր բանը գիտեք որն է դրա միջի, ուզում եմ։ Ցանկություն ունեմ այդտեղ լինելու։ Դրա համար էլ լինում եմ, հաստատ պարապությունից չի։ Համաձայն ես։ Դու որ քնած ես ելնում, ես սուր գիրք եմ կարդում։ Գիշերը։ Դու որ հանգիստ կերը խմեք համար քնել ես, ես աղոթում եմ, որ Աստված բան տա կամ քեզ ասեմ։ Ով է պարապը։ Հələ թող օրական մի 10-20 հոգի զանգեն իրանց ամբողջ կյանքի հոգսերը լցեն վրեդ ու բոլորին պիտի պատասխանես։ Կտենան պարապնով է։ Հələ որ ամբողջ աշխարհից օրական տասնյակ SMS-ների պատասխանի, ովքեր դիվահարված են, հիվանդ են, խնդիրներ ունեն ու անպայման ասում են, մի բան կասես անպայման Աստծուց։ Պարտավորեցնում են քեզի։ Երբեմն ասում են կնոպկեն խարավայել է, կնոպկա չի է։ Իմ ով է պարապը։ Հասկանում ես ինձ ինչ եմ ասում։ Պարզապես մի բան կա։ Քլենդենական լեզվով ասեմ։ Տեսար ոնց մի անգամից հենց արին ընդից, քլենդենիստները։ Ասում է, Քրիստոսը ինձ գրավել է։ Մնացած բաները էական չեն, քլենդեն են ասում։ Ասում է, ես մի օր պիտի ճամփորդեի, ասում է, հեռուստացույցով պիտի ելույթ ունենայի Քրիստոս քարոզեի և ասում է, երկիր մոլորակի կեսից ավելին ընկրկված էր այդ ուղիղ եթերի մեջ պիտի նայեին իրանք, պատկերացրեք ինչ եմ ասում, երկիր մոլորակի կեսից ավելին, ասում է ինձ ասեցին,
ելույթի ժամանակ խորհուրդ են տալիս էլի կողքից եղբայրները։ Ասում են ելույթի ժամանակ նշանավոր մարդկանց անուններ կօգտագործես։ Օրինակ Չեխիայի հենց այդ ժամանակվա խոսակցություններից Չեխիայի վարչապետի տղեն հավատացյալ էր։ Վերջը օրինակ օգտագործիր պաշտոնավոր նշանավոր բիզնեսմենների անուններ ոչ թե խաբելով։ Իրական որ իրանք են հավատացյալ, որ մարդիկ ասում որ էսել է հավատացյալ։ Ես կասեի դա։ Բայց դες մարդն ինչ ասում։ Ասում ես ասացի ոչ։ Շնորհակալություն։ Ասացի ես ճանաչում եմ ամենամեծ հեղինակությանը Հիսուսին, որն ինձ գրավել է եւ նա օգնության կարիք չունի։ Ամեն։ Նա ծափահարի ասում։ Սա է որ պիտի գրավի մեզ, որ չասենք որ վաղոնել է դարձել հավատացյալ, պաշտոնավոր մարդ, բիզնեսմեն, օրհնված մարդ, ամեն ինչ տեսած մարդ, լիքը բաներ ունի, գովում եմ իրան։ Բայց էլ բայելին, բայց ինչ ասեմ։ Չէ, ինձ գրավել է Հիսուսը։ Քեզ պիտի գրավի Հիսուսը։ Ամեն։ Եվ մնացած բաները դառնում են քո ծառան։ Ոչ թե դու ես մնում նրանց ներքո ծառա։ Լավ բաներ եք խոսում։ Հաջորդ համարերը։ Ես ընդեղ էլ շարունակեցի, թեև շատ եմ գրել, բայց ժամանակը կարճանում է ոնց որ հաղորդություններ պիտի անենք չգրանք։ Փիլիպեցիս 3:19 նույնպես գրել է Պողոս Առաքյալը։ Փիլիպեն են քաղաքներ, որտեղ Պողոս Առաքյալի ու Շիղայի ոտքերը բանտում կոճղի մեջ ամրացրել էին։ Նրանց վերջը կորուստ է, որտեղ իրենց Աստվածը իրենց փորն է։ Ընդեղ ասում են իրանք ծառայում են իրանց փորի ոչ թե Քրիստոսի, ստեղ ասում է իրանց ծառայությունը իրանց փորն է։ Ասում են նրանք հպարտանում են ամոթալի բաներով, չէ՞, եւ միայն երկրավոր բաների մասին են մտածում։ Բանալին տվել է։ Բանալի, մուտք չի թողում։ Պողոս եղբայր, ոնց իմանամ, որ իմ Աստվածը իմ փորը չի։ Ոնց իմանամ, ասում է, եթե դու չես հպարտանում ամոթալի բաներով և քո մտածմունքները երկրավոր բաների մասին չի։ Լավ զամոկա չէ, լավ բանալի է, կրկնում եմ, բայց միայն բառը մեզ մի քիչ մխիթարում է։ Ասում է, որ միայն երկրավոր բաների մասին իրավունք ունես, քո ուտել խմելու մասին էլ մտածես, բայց եթե միայն երկրավոր բաների մասին ես մտածում, երկնքից 1000 կիլոմետր հեռու ես քեզ չի հետաքրքրում երկնավոր բաները ընդհանրապես, ասում է քո Աստվածը քո փորն է։ Կռիվ ունեք, գետակ երկինք Պողոսի հետ կկռվեք, ասեք ես այդպես բան գրել։ Ես այդպես չէի։ Ես ամբողջ օրը ֆիքսված էի մարմնավոր նյութական բաների վրա, բայց ես այդպես չէի։ Դուք ես տես գրել, լավ արը, որովհետև էտա բանալին է, տենց է։ Գիտեք ինչ եմ գրել ստեղ։ Բայց արդյոք լավ, էտի չասեմ, սենց ասեմ։ Իմ աշխատանքը չպիտի լինի միայն փորի կամ բերանի համար, այլ նաև Աստծուն ծառայեցնելու, կարիքավորին օգնելու, արքայությանը նպաստելու ու եւ այլն։ Այն մարդը, ով միայն իր համար է աշխատում, այդ երևույթը, գործը, իրադրությունը հոգևոր չի եւ շատ վտանգավոր է։ Լսեցի՞ք։ Բացատրեցի ինչ ասում Պողոսը։ Ասում են նրանց Աստվածը իրանց որովայ։ Տեսել եք մարդիկ, որ վատ բանով, որ ասենք ամոթա, բայց իրանք դրանով հպարտանում են։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Վատ բանը, օրինակ,
Մարդուն խափում է, հպարտանում է իր ճարպիկության վրա։ Պապաս ինձ ոնց էր ասում սատանայի խափի։ Ու ծիծաղում էր, իրան լավ էր զգում։ Ասում եկավ ինձ խեղդում էր։ Պապա ինձ պատմածն եմ ասում։ Ասում սատանան եկավ ինձ խեղդում էր։ Ասում սատանին ասին, բայ ես այսքան քույանից եմ, Արսեն այդքան հետում է հավատքի իրան ինչ ասես ասում եմ այդքան, հալածում եմ, այդքան իրան հայոց քֆուր եմ տալիս եւ այլն։ Դու չես տենում ես քույանից եմ, դու ոնց ես ինձ խեղդում։ Ասում որ սենց ասին թողես գնաց, ասում խափին գնաց։ Հասկանում եք իրար։ Այսօր աշխարհում մարդիկ իրարու խափում են։ Մեկի ուղեղը շատ աշխատում, մեկի ուղեղը մի քիչ աշխատում, մեկը ճարպիկացել է վատ բաների մեջ, մեկը չի ճարպիկացել վատ բաների մեջ, իրարու խափում են, իրարու ֆրցնում են, իրարուց իրարու օգուտները քաղում են, հետո իրանց մեջ հպարտանում լավ են զգում։ Գիտես, որ ասի ամոթալի բաներով պարծենում են, հենց ամոթալին հասկացաք մենակ շնություն։ Вообще կապ չունի։ Որտեվ եթե չես բացատրում իրադրությունը, մարդը նայում տեն մայիկը, այս 2-3 բաների մեջ, որ սաղի համար ամոթ։ Չկա, ինք մտածում է չկա, բայց մի րոպեում անես կվրցնի ճշումըտ կլի 200։ Հետո կպարծենակ ասի ոնց ճարպիկության վրա, գիտես ինչ օին հանիմ գլխին։ Ասում են, գիտես խես խափ է, սրա համար։ Գիտես խես վրցր է, սրա համար, որ ցանկությունները կատարվի դու քեզ լավ զգաս։ Որտեղ դա է պաշտամունքը, դա է քո Աստվածը, դու դրան ես ծառայում։ Ըտից են կողմ հոգևոր ոչ մի բան դու չես տենում։ Պողոսն է ասում Ֆիլիպեցիներին։ Ու ինչ ասում նորից, ասում է փախեք իրանցից։ Բացատրում ասում է Արսեն եւ Արարատի եկեղեցի։ Նրանց վերջը կորուստ է։ Որովհետև Աստված չունեն։ Որտև չակերտավոր Աստված ունեն հնել ես։ Հասկանում ենք իրար ժողովուրդ, այնքան կարևոր թեմա է։ Երանի կարողանանք կատարել։ Գիտեք Աստծո տեսանկյունից հասկանալը ինչ է։ Աստծո տեսանկյունից Աստվածաշնչի հասկանալ բառը այն չի, որ դու հիմա լսար կամ գիտեիր միջև այդ։ Աստված հասկանալ է ասում այն բանին, որը որ դու կատարում ես։ Հասկացա՞ք։ Եթե ես ու դու դա չենք կատարում, Աստված ասում է դու չես հասկացել։ Կորինթացիները հպարտացել էին։ Պողոսն ասում էր անես չգիտեք ոնց որ պիտի իմանաք։ Եփեսացիներին նույնպես։ Այսինքն անենց չգիտեք ոնց որ պիտի իմանաք։ Կիսատ գիտեք, սխալ գիտեք, որտեղ ձեր չանելը ապացուցում է ձեր հասկացած չլնելը։ Հիմա մարդու այդ բանը խոսում ասում է գիտեմ։ Որտից է գիտես։ Որտից գիտես։ 10 մի քիչ շատ ասի, 6-7 դպրոց եմ ավարտել հոգևոր։ 100 ձևի սովորել եմ, 2 հատ համալսարան եմ ավարտել հոգևոր, աստվածաբանական, հովական, մեկը 5 տարի, մեկը 3 տարի, ես չեմ ասում գիտեմ։ Մարդու հետ խոսում ես ասում գիտեմ։ Հավատացյալների։ Գիտեմ, որտից գիտես։ Մենակ չասես Սուրբ Հոգին է բացել։ Սա նրա համար չի, որ Սուրբ Հոգին չի կարա բացի, բայց դու այդ մարդը չես։ Եվ Սուրբ Հոգին քեզի չի տնի պատմի ամբողջ եկեղեցու տեղանքի ծառայությունների իրադրությունն ու պատմական իրավիճակները, որպեսզի ես ու դու հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, որ Պողոսը սա գրեց։ Դե ասա ինչ էր ելը, որ էսի գրեց։ Որտեղ ինք խոսում էր Քրիստոսի խաչի մասին, դրանք էլ համար, ովքեր դեմ էին խոսում, ասում էր դրանք խաչի թշնամիներն են։ Թշնամի են խաչի։ Խաչի քարոզչությանը, փրկության քարոզչությանը թշնամիները, որտեղ չեն ուզում դու գնաս ազատության ճշմարտության մեջ, որ դու որ գնաս ազատության ու ճշմարտության մեջ, իր ասածները չես անելու։ Իր սխալ բաները չես լսելու, համար քեզ ստոպ է տալիս, որ քեզ ծառայեցնի իր մարմնական ցանկություններին, նյութականից սկսած մինչև մյուս բաները։ Հասկանում ենք իրար։ Ամեն։ Վերջի խոսքը Էլեն ջան, շատ կարճ կասեմ։
սենց գիրք կա Աստվածաշնչում գրել է Սողոմոն իմաստունը, Դավիթի տղեն։ Դավիթ թագավորի, Սասունցի Դավիթի չէ։ Մարդիս բոլոր աշխատանքը իր բերանի համար է, սակայն հոգին չի կշտանում։ Ճիշտ է ասում Սողոմոնը։ Ուշադիր լսեք։ Ասում եմ մարդու բոլոր աշխատանքը իր բերանի համար է, այսինքն որ ուտեն։ Խեմ աշխատում որ ուտեն։ Ասում եմ սա է իրականությունը։ Բայց գիտեք, ճշմարտությունն էդի չի։ Հասկացաք ինչ եմ ասում։ Սա իրականությունն է, բայց ոչ թե Աստծո նպատակը։ Սա ճշմարտությունը չի։ Բարդ եմ ասում։ Բարդ եմ խոսում։ Կրկնում եմ, ասում եմ մարդը, որ աշխատում է իր բերանի համար։ Ասում եմ, սա է մեր իրականությունը, բացատրում եմ, բայց ճշմարտությունը տես չի, որ մարդը մենակ իր բերանի համար պետք է աշխատի։ Ինքը պետք է աշխատի, այո պետք է աշխատի։ Նաև տալու համար։ Քրիստոսի երկնային բաներին ծառայեցնելու համար, ավետարանի պատգամը տարածելու համար, բացատրում եմ, կարիքավորին օգնելու համար, են մեկին, սխալ է, բացատրում եմ, սխալ է, որ մարդը աշխատի մենակ իր բերանի, իր փոնի համար, աշխատեմ ուտեմ, եք աշխատես կուտես, ով ասե չէ, այդ օրենքները Աստված դրել, որ դու աշխատես ուտես։ Բայց հոգին չի կշտանում։ Գիտեք խի չի կշտանում։ Որտև դու հոգու մասին չես էլ մտածում։ Որտև շատերը փորի պաշտամունքի մեջ են։ Ոնց որ ասում է Սուրբ Գիրքը։ Դման հոգին չի կշտանում։ Հոգու կշտանալն է, որ երբ որ դու սոված ես ելնում Աստծուն, Աստծո խոսքին, համ աշխատում ես, ուտում ես, համ էլ հոգիդ ես կշտացնում։ Փաստորեն Սուրբ Գիրքն ասում է մեզ, որ դու ինչ որ ուտում ես փորի համար նյութական, դա քո հոգու հետ կապ չունի։ Բայց եթե այդտեղ քո ցանկություններն ավարտվում են, դու քո փորի ծառան ես, ոչ թե Աստծո։ Ավասեցի։ Դա է մեզ ասում Սուրբ Գիրքը։ Այո, մարդիկ աշխատում են որ ուտեն։ Բայց անկեղծ եմ ասում, ես Աստծուն աղոթել եմ ոչ թե երեք, ընդհանրապես։ Ասում եմ Տեր, լավ իմ բառերով ասեմ հիմա, էությունն է մեզ պետք, ոչ թե բառացի, աղոթքի։ Ասեմ, եթե մեզ պիտի դու օրհնես, մենակ մեր համար ես չեմ դիմում։ Թե դու մեզ պիտի օրհնես, ես ալեմ անենց մեկը, կամ օրհնում ես, փառք ես։ Ես ալեմ անենց մեկը, որ ոչ մեկին ու ոչ մի բանի համար պետք չգամ, եկեղեցու Աստծո մարդկանց, Աստծո տանը, դրսի մարդկանց կարիքավորին պետք չգամ, չեմ ուզում, որտև դա ինձ տանում է կործանում, որտև դա ինձ տանում է սխալ տեղ, դա ես դառնում եմ դրա ծառան, ոչ թե ինքն է լինում իմ ծառան։ Այն անգամ որտե ասեցի, հավաքներին էլ ասեցի, թե աղոթքին չեմ հիշում, թե մեր գյուղում ասեցի, ասում եմ, ինձ որ իմ դեմ որ բան են անում նեղացնող, վիրավորող, որ տենում ես ներսդ նեղվում է վատ ազգում, ասեմ ես իր այդ խոսում եմ, հավաքներին եմ ասեմ չեմ ասում, որ այս ինչ էր արին, ասում եմ քեզի տեղն էր լավ արին, էսի քո դեմ էր, ոչ թե իմ, դու պիտի չելնես մի օր, ես եսի էգոյի մասին եմ խոսում, որտեղ ոչ մեկ չի կարա վիրավորվի, բացի եսն ու էգոն, ամեն, ասեմ քեզի տեղն էր էդի, ես ինձ իրանից առանձնացնում եմ, ասում ես քո հետ կապ չունեմ, կպել են տարապի, ենքան տարապի միջև ուզում է ասեի սատկես, մերն ես, հասկանն եք իրար, ես ուզում եմ իրան,